Ես դեռ չեմ որոշել, բայց որոշ ժամանակ ամեն դեպքում պետական պաշտոններ զբաղեցնելու ցանկություն չունեմ։ Բայց առաջարկ եղել է ձեզ կառավարության։ Ես ցանկություն չունեմ։ Բայց առաջարկ եղել է մեր Ճիշտն ասած, ես այդ թեման չեմ էլ բացել, այնպես որ ես 8 տարի արդեն աշխատում եմ ազգային ժողովում, ունեմ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կատարվել են, ես իմ աշխատանքից գոհ եմ, հիմա կցանկանամ մի փոքր չունեք հաստատված եք ԿՊ-ից։ Չէ, ես ուղղակի ցանկություն չունեմ, արդեն ասացի, որ 8 տարի աշխատում եմ ու ինտենսիվ, ունեցել եմ բազմաթիվ նախագծեր, ցանկանում եմ հանգստանալ։ Նման ցանկություն չունեմ։ Սարգսյան, ինչպես եք վերաբերվում, որ Ալեն Սիմոնյանը չընտրվեց ԱԺ նախագահ։ Նորմալ եմ վերաբերվում վարչության որոշմանը։ Ձեր ներդրումը այդտեղ կա, պարոն Սարգսյան, արդյոք ձեր միջև եղած հակամարտությունը կամ լարվածությունը դեր է խաղացել այս ամեն ինչում։ Չէ, ես չեմ ասում մասնակցել եք, ասում այս լարվածությունը կարծում եք դեր է խաղացել։ Իսկ Ռուբեն Ռուբինյանը լավ ղեկավար կլինի ազգային ժողովում։ Հուսանք այո։ Հուսանք այո։ Մեծ հույսով։ Երևանի փողոցներում։ Իսկ հանրային գործունեություն քաղաքական հանրային գործունեությամբ զբաղվելու ցանկություն չունեմ այս փուլում, ցանկանում եմ հանգստանալ, ինձ թվում է հանգստից հետո вообще ցանկություն չեմ ունենա։ Պարոն Սարգսյան, ձեր հարաբերությունները դեռ լավացած են ձեր եւ Ալեն Սիմոնյանի։ Մեր հարաբերությունները նորմալ են։ Այսինքն լարվածությունն անցել է։ Նորմալ է մեր հարաբերությունը, լավացություն, այսինքն լավացություն չկա։ Բայց այն ժամանակ ասել եք, որ չենք խոսում, ես հարց էի ուղղել մի քիչ։ Դա բայց դες չի նշանակում որ լարված են։ Հա, այսինքն չեք խոսում, լարվածություն չկա։ Լարվածություն չկա։ Ընկերներ չեք։ Գործընկերներ ենք, падգամավորներ ենք։ Ես էլ ինքն եմ։ Տեսնեք կբարևեք։ Իհարկե։ Իսկ Ռուբինյանի ԱԺ նախագահ տեխնացությունը, որ առաջադրվել է, ո՞նց եք վերաբերում։ Շատ լավ։ Կարծում եք լավ նախագահն է։ Հուսանք այո, կարծում եմ այո։ Այսինքն հակառակը կարծելու պատճառ չունեմ առնվազն ու հաջողություն եմ մաղթում պարոն Ռուբինյանին իշահ մեր պետության։ Պարոն Սարգսյան, դուք ասում եք ոչ մի տեղից չեք տեսնելու, ես դադար եմ վերցնում ժամանակավորապես, քաղաքական դաշտում նկատի ունեմ, բայց ամեն դեպքում դուք նախաձեռնություններով եք հանդես գալիս, ասում եք բանակում լուրջ խնդիրներ կան, դուք ստանձնել եք այդ պարտավորությունը, ինչու այս դեպքում չեք ուզում ձեր ներդրումն ունենալ, ձեր խորհուրդները հաշվի չեն առնվում թիմի կողմից եւ վիրավորված եք այդ առումով։ Ունեցել, դա արել եմ, որքան հնարավոր է եղել դա անելու փակ դռների հետևում առանց հրապարակային, դա փորձել եմ անել ու բազմաթիվ խնդիրներ ստացվել են այդ ճանապարհով, այն բայց սկսած երբ ոչ հրապարակային սպառվել է արդյունքի հասնելու ճանապարհներն ու միջոցները, սկսել եմ դրա մասին բարձրաձայնել, որպեսզի գոնե դրանից հետո մեր գործընկերները իրար գան ու որևէ գործ անեն մեր ժողովրդի համար։ Եղել է հարցեր, որ լուծվել է հրապարակելուց հետո, եղել են հարցեր, որ ցավոք մինչև այս պահ չեն լուծվել։ Ձեր առաջարկությունները, որոնք բարբերաբար ներկայացնում եք նաև զբաղվածների տեսքով, արձագանքներ կան այս։ Օրինակ կազինոների ինքնարգելափակման միջոցի օրենքը գիտեք ընդունվել է, մոտորերս այն արդեն կգործի, հազարավոր քաղաքացիներ ովքեր կործանվում են պարտքերի մեջ են, ինձ ամեն օր նամակներ են գրում, ճիշտն ասած ու ասում են սպասում ենք այդ օրենքը երբ է գործելու, ասում եմ քիչ եք դադարեցնում խաղալ, ասում են չենք կարողանում, վարակված ենք այդ մոլուցկով տարածքը, դա ինքը իրականում հիվանդություն է ու սպասում են այդ օրենքի կիրառման, այսինքն կապը քաղաքացիների հետ պահում եմ կշարունակեմ պահել, հետ օրենսդրական մոնիտորինգը իմ օրենքների հետ կապված կանեմ ու եթե կարիք լինի ընթացած իմ գործընկերներին ու падգամավորներին ազգային ժողովի կփորձեմ իմ խորհուրդներով օգնել իշահ մեր ժողովրդին։